Եթերում update լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, մասնակցում է նաև վարչապետը։ Վաղը նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, իսկ այսօր նա լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է մի քանի հարցի։ Վարչապետը շեշտել է, որ Թրամփի ուղին քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Կարող է ներգրավել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, Փաշինյանն ասել է, որ այն 1 ամիս 20 օրական է եւ մենք պետք է հոգ տանենք նրա մասին։ Շատ մարդիկ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ոգևորված են, որ ապացուցեն, որ սա խաղաղություն չէ, սա ընդամենը փուչ հայտարարություն է։ Ես ասում եմ, որ մենք կփորձենք ապացուցել հակառակը եւ թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ մենք կապացուցենք հակառակը, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Մեզ համար ամենակարևորն է, թե մենք ինչ ենք ասում։ Մեզ համար ամենակարևորն է, թե մենք ինչ դիրքորոշում ունենք, եւ մեզ համար ամենակարևորն է, որ մենք մեր դիրքորոշումները ինչքանով ենք համապատասխանեցնում, այսպես ասած, միջազգային երթևեկությանը եւ երթևեկության կանոններին։ Օրինակ, հիմա շատ Հայաստանում տարածված խոսույթ է, որ Հայաստանը, չգիտեմ, ում պահանջն է կատարում, մեկի պահանջն է կատարում, Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում։ Ես այդ օրինակը մի անգամ բերել եմ, էլի կբերեմ այդ օրինակը, որ մի քանի անգամ եմ բերել այդ օրինակը։ Որ ասում եմ, երբ որ մենք ընդ որում մեր պատմության ժամանակ, մեր պատմության ընթացքում բազմիցս լինում է իրավիճակներ, եղել է իրավիճակներ, կներեք այս համեմատությունների եւ զուգահեռների համար, երբ որ մենք վրաերթի ենք ենթարկվում։ Մենք անդադ վրաերթի ենք ենթարկվում ու այդ վրաերթի արդյունքում ինչ ենք անում, սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, մարդկային աշխարհ, անարդար աշխարհ, մարդկային արդարություն, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում։ Կարող է դա նրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի մասում ենք կանգնած եւ մայրուղու երթևեկելի հատվածում ենք։ Եվ այն, որ մենք ասում ենք ժողովուրդ, եկեք կարող է մենք ոչ թե պետքա մեզ իմացած, մեզ ծանոթ մեթոդով ու որտեղից պատահի անցնենք փողոցը, այլ պետքա անցնենք հետիոտնային անցումով։ Դա կարա մեկնաբանվի, որ այն դիմացի վարորդը կամ այն ուրիշ վարորդները սպառնացին մեզ, եւ մենք այնքան թուլամորտ գտնվեցինք, որ սկսել ենք կարմիր լույսի տակ կանգնել։ Մենք այնքան թուլամորտ եւ անկամ պետություն ենք, որ մենք սկսել ենք հետիոտնային անցումով անցնել։ Մենք այնքան անկամ եւ այնքան թույլ պետություն ենք, որ սկսել ենք երթևեկության կանոններով երթևեկել կամ ուզում ենք սովորենք երթևեկության կանոնները։ Այն ինչ որ տեղի է ունենում, այստեղ է, իմիջիայլոց Հայաստանում կա, չէ, եւ եղել է այդ ընկալումը։ Այ եթե դու քեզ կշիռ ունես, դու պետք է կարմիր լույսի տակով անցնես, որտեղ եթե կարմիր լույսի տակով չես անցնում, ուրեմն դու այդքան էլ քո դերը հանրության մեջ այդքան էլ բան չի։ Հետիոտնային անցում, թող հետիոտնային անցումներով միամիտները անցնեն, չեմ ուզում ավելի կոպիտ բառ օգտագործել։ Մենք խի պետք է հետիոտնային, որովհետև մենք ուժեղ տղա ենք, մենք տեն չի։ Մենք մեր պետական հիգիենայի մասին պետք է մտածենք։ Անդրադառնանք նաև վերջերս տեղի ունեցած այս փոխհրաձգությունների արդյունքում վենդետային, հա, եւ Արաքս գյուղում եւ Հարաքար համայնքի ղեկավարի հետ կապված այստեղ էլ իշխանություններին կոնկրետ մեղադրանք կային մասով, որ երբ այլևս չի գործում օրենքը, մարդիկ դիմում են այսպիսի միջոցների, որովհետեւ չկա վստահություն, օրինակ նույն դատական համակարգով հարցերը լուծելու։ Ժողովրդավարությունը ունի կոմպոնենտներ, եւ այդ կոմպոնենտների հետ կապված հարաբերություններն էլ պարզ չեն։ Օրինակ կա անկախ դատական համակարգի եւ ընդհանրապես անկախ դատաիրավական համակարգի անկախության եւ քաղաքական իշխանության սահմանափակումները որպես սկզբունք, բայց հիմա հարցեր են ծագում այնուամենայնիվ քաղաքական իշխանությունը ինչում եւ ինչին պետք է միջամտի եւ որտեղ այն գիծը, որտեղ այդ միջամտությունը պետք է անթույլատրելի լինի։ Ընդհանրապես տեսեք այդ գործերը նույն Փարաքարում տեղի ունեցածը ինքը հարցեր է բարձրացնում, բայց բնականաբար այդ հարցերը ինձ են հետաքրքրել եւ անհանգստացրել։ Եթե հետևություններ արել եք ձեր Գիտեք, հետևություններ անելու մասին,
արդյունքում կունենանք կանենք համապատասխան հետևություններ, պաշտոնանկությունների տեսքով։ Այո, ես կարծում եմ տեսանելի է, որ նաև պաշտոնանկություններ են եղել, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Հիմա նույն փետրվարին տեղի ունեցած իրադարձություններ են եղել Փարաքարում, որ զոհ է եղել։ Հիմա այդ գործով 14 մեղադրյալ կա եւ դատավարությունը ընթանում է։ Բայց մեղադրյալների մի մասը ընդհանրապես կալանքի տակ չի, մյուս մասը տնային կալանքի տակ է, մյուս մասը կարծեմ, եթե չեմ սխալվում, տեղեկանքից ոնց որ թե մի հոգի է, որ կալանքի տակ է կամ գուցե մյուս կողմից մենք անդադ քննարկում ենք, թե ինչքանով մեր բանտերը պետքա ծանրաբեռնված լինեն։ Մենք դեպքեր ունենք, երբ որ հանցագործություն են կատարում մարդիկ, ովքեր այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Դե մեր քննչական մարմիններն էլ եւ ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում է։ Ասում են, որ այն որ խափանման մեղ միջոցներ են կիրառվում, այդ մարդիկ գալիս հանցագործություն են անում, ինչու պետքա պատասխանատվություն լինի միայն ոստիկանության վրա։ Իսկ ինչու ովքեր չարթարացված, ինչպես հետագայում պարզվում է, մեղ խափանման միջոցներ են ընտրում, իրենք չպետք է պատասխանատվություն կրեն։ Կա նաև ուրիշ խնդիր, ընկալման հարցը, որովհետև մեր ավանդական ընկալումն այն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ որ process կա, եթե ազատության մեջ է, այսինքն ֆիզիկապես քայլում է, ուրեմն վերջ։ Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է։ Մենք պետք է հասկանանք ինչքան եւ ինչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել եւ որ դեպքերում է որ կարելի է նաեւ այլընտրանքային խափանման միջոցներ ունենալ։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք, բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը, որովհետեւ մյուս կողմից ասում են այս բռնապետությունը։ Վարչապետը Ստրասբուրգում մի քանի հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի գործակցության օրակարգը։ Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխարհակարգային կապերին, նաեւ մոնիթորինգի ձևաչափում գործակցությանը։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։ Զրուցակիցներն ընդգծել են Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր եւ նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը։ Ավելի ուշ վարչապետը հանդիպել է նաեւ ՄԻԵԴ նախագահին։ Նյու Յորքում վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովման ու համագործակցության խթանմանը։ Անդրադարձել են նաեւ 2026-ի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման ու այդ ուղղությամբ գործակցությանը վերաբերող հարցերի։ Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրության այլ հարցերի շուրջ։ Նյու Յորքում վարչապետը նախորդին նաև ելույթ է ունեցել, նշել, որ Հայաստանի բոլոր ղեկավարների այդ ամբիոնից ունեցած ելույթների հիմնական բովանդակությունը նվիրված է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտին։ Այդպիսին էին նաև ելույթները իր 2018 թվականից 2023 թվականը։ Նախորդ տարի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում առաջին անգամ փորձել է խոսել ոչ թե կոնֆլիկտի, այլ խաղաղության մասին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ ելույթից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։ Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է անհետ կորածների եւ Ադրբեջանի նախագահի կողմից շրջանառվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։ Թրիփ ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, Միացյալ Նահանգներ Հայաստան երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։
Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կիլոմետր տարբեր ենթակառուցվածքներից, թրիփ ուղին թե տարածաշրջանային, թե գլոբալ նշանակություն եւ ազդեցություն է ունենալու։ Իդեպ, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի հոգատարության համատեքստում շատ կարևոր է խաղաղամետ, լեգիտիմ եւ համաձայնեցված խոսույթի կիրառումը նաեւ այս նախագծի մասին։ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն եւ խոսույթ ենք համաձայնեցրել եւ այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իմ նշած եւ կամ այս ամբիոնին հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։ Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում, խաղաղության մթնոլորտից եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտն ասած չեմ հասկանում, որն է ահռելի պոզիտիվ բովանդակության արկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Ինձ բավարար բերկրանք է պատճառում նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է եւ ատելություն չի տածում ու չի տարածում հարևանների եւ որևէ մեկի նկատմամբ։ Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ այդ օրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռք բերված եւ հռչակված պայմանավորվածությունների։ Բայց սա իհարկե մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։ Իմ այսօրվա ելույթում իդեպ չեք գտնի վերաբերելի որևէ գոնե մեկ դրույթ կամ արտահայտություն, որի հիմնավորումը չեմ կարող մատնացույց անել տարբեր ձևաչափերով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններում կամ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եւ հրապարակված փաստաթղթերում։ Ադրբեջանցի գործընկերոջս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ եւ ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը։ Եվ ուրեմն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակված թրիփ ուղի նախագծով Հայաստանի տարածքով անցնելու են երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, որոնք արևելքը կապելու են արևմուտքին։ Այս համաձայնության արդյունքում նաև հյուսիսն է կապվելու հարավին։ Հենց աշխարհագրական թվարկումը բավարար է արձանագրելու համար, որ սա ճշգրիտ արտացոլումն է խաղաղության խաչմերուկ նախագծի, որը այս ամբիոնից ներկայացնելու առիթ ունեցել եմ։
Շարունակենք կեսօրին վիճակը լարված էր Պաշտպանության նախարարության շենքի մոտ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք փակել էին գերատեսչության մուտքն ու թույլ չէին տալիս որևէ մեկը մտնի կամ դուրս գա այնտեղից։ Պահանջել են հանդիպում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասերյանի եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Բախում է եղել ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Կտրուկ վատացել է Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը, որի եղբայրը Արման Ղուկասյանը զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին Սարգիս Ղուկասյանը անհետ կորած է։ Նրա համար շտապօգնություն են կանչել, անհետ կորածների ծնողները սեպտեմբերի 27-ին նույնպես հավաքվել էին Պաշտպանության նախարարության մոտ, հանդիպում պահանջելով պատասխանատուների հետ։ Նրանց խոստացել էին, որ սեպտեմբերի 29-ին իրենց կընդունեն։ Ծնողները վրդովված են, քանի որ պատասխան են ստացել, թե իրենց կարող է ընդունել Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որի հետ հանդիպելու ցանկություն չունեն։ Ընդ որում Արման Սարգսյանը համաձայնել է ընդունել նրանցից միայն 3-ին, մինչդեռ ըստ ծնողների խոստացել էին 30 ծնողի հետ հանդիպել։ Լարվեց, որ իրանք եկան ասեցին երկու հոգի թողաներց մենք հայտարարություն ենք անելու, որին պատասխանեցինք, ասենք, արի սաղ ծնողները դուրս կայնացեն, բա կամերաների առաջ չեմ ուզում խոսամ, քանի որ ինքը ես իրան դաժե ճիշտը որ ասեմ, որ գնդապետ է կոչումը, բայց թե ով է ինչա ազնվությամբ չեմ ճանաչում։ Եկավ իման ասում է, որ իրանց խորհուրդը որոշել է, որ մեզ 3 ծնողի կընդունի Արման Սարգսյանը, մեր հարցերին սպառիչ պատմում, բայց մեր հենց այդ նախորդ օրը, որ մենք այդ ակցիան կատարել ենք, հենց ես մեքենայով ստե Արման Սարգսյանի դեմն եմ կանգնել։ Ու իրան տեղեկացրել եմ, որ մենք հեսա գալիս են ծնողները ակցիա են կանելու։ Ինքը թողեք չգնացել է։ Եվ ուրիշ մեկին էր ուղարկել։ Հա, հետո ուղարկում է Ստեփանյանին, այսել է հետներ եկել Ստեփանյանին։ Եկան, ասեցին դուք երկուշաբթի օրը կունենաք հանդիպում ձեր ուզած մարդկանց հետ, այդի հստակեցվել է, իրանք ինձ երաշխավորել են, որ ես կհանդիպեմ իմ ուզածմա։ Ստեփանյանը երաշխավորեց, որ մենք կհանդիպենք այդ մարդկանց հետ։ Մենք դրա համար արդեն իր խոսքը հաշվի առնելով, չնայած ես իրան շեշտեցի, ասեցի, մենք մի անգամ էլ ա եղել այս նմանատիպ պայմանություն, որ իրանց կողմից էլի քենսել արել այդ օրվա, հաջորդ օրվա եղել, էդի չէ, բայց եղել արդեն խախտում։ Ու դրա համար հարցեցի, կարող է լինի, ասես չէ, որ ասում եմ ելնելու է։ Դե մենք էլ հավատացինք, հիմա մարդիկ չհավատանք, գնդապետ կոչումով մարդիկ են փառահեղանցյալով չհավատանք, հավատացինք հիմա, բայց դե տեսանք, որ էլի հերթական իրանց մանիպուլյացիայի շնորհիվ ուզեցին դաժե հենց իրանք, հենց շտաբի աշխատողները փորձեցին ընդհանուր սարքեն, որ այս դառնա անկառավարելի ծնողները բախում ոստիկանների հետ, որ իրանք արդեն ուժ կիրառելով նստեցնեն, տանեն հարցը փակեն այդ ձևով։ Խույս են տալիս, հանդիպումը խույս են տալիս։ Արման Սարգսյանի անուն ազգանունը լսեցին, կարծես թե ձեր պահանջը չեն բավարարել ԳՇՊՏ-ի եւ Կամո Վարդանյանի հետ հանդիպում։ Մենք Արման Սարգսյանին չենք էլ ուզել։ Կներեք, իսկ ով էր ասել, որ պետք է 30 հոգու ընդունեն երկուշաբթի կոնկրետ ով էր ասել։ Անուններով չգիտեմ, այդ օրը ես տեղ չեմ եղել, ամուսինս ա եղել, այսօր հանդիպում էր, արդեն մենք ենք եկել, բայց չեմ կարող ստույգ ասել։ 5 տարիա քաշքշում են ստեղից ընդեղ, ընդեղից ընդեղ։ Ու եկանք փակեցինք այս դարպասներեն կողմի մուտքը, պահանջում էինք Ասրյանին, գենշտաբի պետին, պահանջում էինք Վարդանյան Կամոյին, պահանջում էինք առաջվա գրուի պետին Մարտիկյանին, մեր տեղեկություններով ստեղ ասեցին, որ ինքը արդեն թոշակի է գնացել։ Ու լիքը հարցեր ունենք այդ մարդկանց, որ պիտի այդ պատասխաններն ստանանք, չնայած 5 տարիա ոչ մի ձևի չի բավարարել իրենց պատասխանները, բայց արդեն բոլա երիքա դանակը ոսկորին են հասցրել, նես չի որ նոր ենք զարթն է։ Ինչ դատավճիռ է սպասվում Շիրակի թեմի առաջնորդին, պարզ կդառնա հոկտեմբերի 3-ին։ Այսօր դատարանը լրացուցիչ դատալսումներ է անցկացրել։ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն է ներկայացրել գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Գործով դատախազը միջնորդել է Միքայել Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Հիշեցնեմ, սեպտեմբերի 24-ին դատարանը հրապարակել է Սրբազանի վերաբերյալ վերդիկտը եւ նրան մեղավոր ճանաչել։ Ականատես եղաք այս գործի ընթացքում, ինչպես քիչ առաջ զրուցում ենք նաև գյումրեցիների հետ,
Ուրեմն խնձորներով բացատրվեց, նույնիսկ խնձորների մակարդակով բացատրվեց, որ Միքայել Սրբազանը որևէ հանցագործություն չի կատարել, խոսել է անցյալի մասին, կոչեր չի արել, բայց ամեն ինչից հետո դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց, այսօր էլ լսեց, դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ազատազրկում, դատարանն էլ հեռացավ առանձին սենյակ հոկտեմբերի 3-ին հրապարակել իր դատավճիռը եւ կոնկրետ ես կանխատեսում եմ, որ ազատազրկում է տալու, որովհետեւ տեսեք, այնքան կանխատեսել են, արդեն նույնիսկ մենք մասամբ շատ պետք չի խելք ունենալ, որ չկանխատեսես։ Ակնհայտ էր 2 տարի 6 ամիս միջնորդեց դատախազը, հետո դատավորը կարող է մի քիչ մարդասիրական մոտեցում ցույց տալ, 6 ամիս իջեցնել, 2 տարի սահմանել կամ 2 տարի 6 ամիսն էլ թողել։ Իմ գործընկերների մի մասը մի քիչ ավելի լավատեսական հակումներ ունեն, բայց հաշվի առնելով այս դատավորի նույնիսկ այն պարզունակ խախտումները եւ այսօրվա մի նիստի ժամանակ էլ դա հատուկ ընդգծեցինք, որ նույնիսկ տարական իրավունքի հետ կապված հարցեր դատարանը չի բավարարում։ Տարական հարցեր, որ իր պարտականությունն է։ Եվ սա ցույց է տալիս մի բան, որ դատավորը թելադրվում է քաղաքական նկատառումներով եւ բնականաբար այս որոշումը չի կայացվում այս դատարանի շենքում։ Ցավալի է, բայց դա փաստ է։ Վերդիկտը ինքնին արդեն հիմք է տալիս, որ բողոքը ներկայացնենք վերաքննիչ դատարան, ընդ որում բազմիցս նշել ենք, որ այնպիսի խախտումներ է դատարանը թույլ տվել, որ վերաքննիչ դատարանի համար պարտադիր է բեկանումը անկախ ապացույցների ծավալի։ Այսինքն նույնիսկ վերաքննիչ դատարանը չպետք է նայի ապացույցներով հիմնավորվում է թե չէ, օրինակ ընդդատության կանոնների խախտումը ինքնին օրենքում ուղիղ գրած է, որ պարտադիր բեկանման հիմք է հանդիսանում։ Մնացած խախտումները եւս, հետեւաբար մենք այս առումով միանշանակ ներկայացնելու ենք։ Բաժի մասում կտեսնենք ինչ է որոշում, նաեւ այդ մասով բնականաբար, եթե հանկարծ նշանակի այնպիսի պատիժ, որով օրինակ մենք տեսնում ենք դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս։ Գիտեք, իրականում բացառիկ բան է տեղի ունենում։ Առաջին անգամ միջին ծանոթության հանցանք կատարած անձին ազատազրկում միջնորդել են դեպքում, երբ որ սանկցիան նախատեսում է 5 տարբեր տեսակի պատիժներ, այդ թվում տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում, որը որ ազատազրկման հետ կապ չունի, այսինքն որոշակի ժամերի սահմանափակումը տանից դուրս գալու եւ արդեն կարճաժամկետ մինչեւ 2 ամիս էր նախատեսում ազատազրկում եւ ընդհանրապես 2-ից 5 տարի։ Օրենքի ուղիղ պահանջը այնպիսին է, որ ասում է յուրաքանչյուր հաջորդ ավելի խիստը պետք է նշանակեք, եթե առավել նվազը չի կարող բաժի նպատակներ իրացնել։ Բոլորս հիմա ներկա եղանք եւ ականատեսը եղանք ցավով իրական Հայաստանի արդարադատության իրականացմանը։ Նորից ցավով պիտի ասեմ, արդարադատություն, որ իրականացվում է, իրական ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած մի մթնոլորտում, բնականաբար, որը վախի, կամակատարության, քմահաճույքի կատարման մթնոլորտ է։ Մեզ համար հայտնի է, որ Միքայել Սրբազանի այս ամբողջ դատական գործը եւ հիմնական մեղքը նրանում է կայանում, որ նա հայ եկեղեցու հոգեվորական է։ Եվ պետք է հայ եկեղեցու հոգեվորականին որևէ կերպ պատժել։ Ինչպես մեր նախորդ հայտարարության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նշել էինք, որ մենք չենք ընդունում Միքայել Սրբազանի մեղավորությունը, որ շինված ապօրինի գործընթաց է գնում, մենք նույն կարծիքին ենք մնում, առավել եւս համոզվեցի, երբ այսօր մեղադրող կողմը մի անգամից 2.5 տարվա խափանման միջոցը որպես ազատազրկում առաջարկեց։ Գիտեք, այն հսկա մի գրեթե 1000 էջանոց տրցակը իր առջև որ դրված էր, որը որ որևէ այսքան նիստերի ժամանակ չթերթատվեց։ Մինչ այս բոլորս
հետևել ենք, գիտակցել ենք, քննադատել ենք եւ իգիտություն երբեք չենք ընդունել Հայաստանի արտարադատությունը, դատական համագարկի անկախությունը, ինքնուրույնությունը եւ իրավականությունը հույս երբեք չենք կտրում մեր ժողովուրդը, մեր պետությունը եւ ազգը բոլոր եղանակներում, բոլոր պայմաններում պիտի հույս չգտրի եւ բայկարի շարունակի ակնկալեր վաղը նորից կհանդիպենք այստեղ դատարանի բակում, դատարանների մեջ, այլ միջավայրում, բայց այդ բայկարի մի հանգրվաններից մեկն է, իր անունը Միքայել Սրբազան է, ինքը գապ չունի այս շենքի հետ եւ այս դատավորի հետ եւ ինքը պետք է վերադառնա իր հոգեվոր ծառայության։ Ճակերտավոր մեղքը նրանում է, որ Սրբազանը պաշտպանել է Արցախի ու Հայաստանի շահը, հայ ժողովրդի շահը եւ հրաժարվել է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի եւ նրանց դերացողների շահերը։ Մեղքը դրա մեջ է, որ մարդը չի լռում, մարդը հայնասիրության կոչ է անում, չի հաշտվում կապիտուլյացիայի հետ եւ հարության կոչ է անում հարության, այլ ոչ թե ծնկի գալու եւ մեռնելու։ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է, նախորդային ներքին գործերի նախարարության խոսնակն է գրել։ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած գործակցված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել եւ համայնքային ոստիկանության վաղաշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, որը խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել 3 անձի ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էր, 1-ը ստացել հրազենային վնասվածք։ Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է, գրել է Նարեկ Սարգսյանը։ Կապանում կատարված հանցագործությունը բացահայտվել է 22-ամյա երիտասարդը ձերբակալվել։ Սեպտեմբերի 28-ին ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հազանգեստացվել, որ կտրած սակած վերքերով Կապանի բուժկենտրոն է տեղափոխվել 2 անձ, որոնցից մեկը 37-ամյա Յուրի Մարգարյանը գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ նույն օրը Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը դանակով հարվածել է 2 անձանց, ապա ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ 22-ամյա բնակիչը ներկայացել է համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին եւ խոստովանել կատարածը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կողմից հիմնադրված գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը կարող է պահպանել մեծամասնությունը խորհրդարանում սեպտեմբերի 28-ի ընտրություններին հաջորդող մանդատների բաշխումից հետո։ Այս մասին են վկայում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները ձայների 99.52%-ի հաշվարկից հետո։ Այս տվյալների համաձայն գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը կարող է ապահովել 55 մանդատ 101 տեղանոց խորհրդարանում։ Հայրենասիրական դաշինքը 26, այլընտրանք կուսակցությունների դաշինքը 8, մեր կուսակցությունը 6, իսկ ժողովրդավարությունը տանը կուսակցությունը 6։ Մոլդովայում ընտրություններից առաջ կազմված սոցիալիստների, կոմունիստների եւ Մոլդովայի ապագան դաշինքն ավելի ուշ կոչ է արել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին բողոքի ակցիայի դուրս գալ խորհրդարանի շենքի մոտ։ Այդ մասին հայտարարել է Մոլդովայի նախկին նախագահ եւ սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը։ Իսրայելական ուժերը 2 հրետանային արկով թիրախավորել են Գազա քաղաքի Ալ-Հիլու հիվանդանոցը։ Ավելի քան 90 բուժաշխատակից եւ հիվանդ շարունակում են շրջափակված մնալ հիվանդանոցում։ Ալ-Հիլու հիվանդանոցում տեղակայված են մի քանի բաժանմունքներ։ Մանկական բաժանմունքում ըստ տեղեկությունների գտնվում են առնվազն 12 վաղաժամ ծնված երեխա։ Հիվանդանոցի շենքը ներկայում շրջապատված է ծանր տեխնիկայով եւ իսրայելական բանակի տանկերով։ Արգելափակված են շինության մուտքը եւ ելքը։ Իսրայելական ուժերը շարունակում են ծանր հրետակոծությունների ենթարկել անկլավի տարբեր շրջանների բնակելի եւ հասարակական նշանակության տարբեր շինություններ։ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ժամանել է Չիկագո եւ սկսել ձերբակալությունները, հետևելով կարգուկանոն հաստատելու նպատակով քաղաքում ազգային գվարդիա տեղակայելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Իլինոյսի նահանգապետ Ջեյ Պրիցկերը մեղադրել է ներգաղթի ծառայության գործակալներին տեղի բնակիչներին վախեցնելու համար, նշելով, որ նրանք եղել են զինված։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում պատերազմել Չիկագոյի հետ, չնայած իր վերջին սոցցանցային գրառմանը, որում
նա քաղաքը պատկերել է ապոկալիպտիկ լույսի ներքո եւ ակնարկել առաջիկա պատերազմի մասին։ Մենք չենք պատրաստվում պատերազմել, մենք պատրաստվում ենք կարգուկանոն հաստատել մեր քաղաքներում, նշել է Դոնալդ Թրամփը։ Միչիգան նահանգում առնվազն 4 մարդ է զոհվել մորմոնների եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնել է Գրանդ Բլանկ քաղաքի ոստիկանապետ Ուիլյամ Ռեյնին։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհվածների մասին։ Մենք եւս 2 մարմին ենք գտել եկեղեցում, այդպիսով զոհերի թիվը այժմ հասել է 4-ի, ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ Ռեյնին հավելել է, որ հանցագործը 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանդֆորդը սպանվել է իրավապահ մարմինների կողմից հրաձգության սկսվելուց 8 րոպե անց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաձգությունը որակել է որպես նպատակային հարձակում Միացյալ Նահանգներում քրիստոնյաների վրա։ Մեծ Բրիտանիան դիտարկելու է երկրում միգրանտների մշտական բնակության հաստատման կանոնների խստացման հարցը, ստիպելով դիմողներին ապացուցել, թե որքան կարևոր են նրանք հասարակության համար։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։ Շատ միգրանտներ ներկայում կարող են դիմել անժամկետ մնալու թույլտվության համար։ Բրիտանիայում 5 տարի ապրելուց հետո կարգավիճակ, որը նրանց իրավունք է տալիս մշտական բնակություն հաստատել երկրում։ Նախարարի պաշտոնում լեյբորիստական կուսակցության համաժողովի ժամանակ իր առաջին ելույթում Մահմուդը հայտնելու է, որ կառավարությունը մտադիր է փոփոխություն մտցնել, որպեսզի դիմորդները նման կարգավիճակ ստանան այն պարագայում, երբ վճարում են սոցիալական ապահովագրության վճարները, ունեն մաքուր քրեական անցյալ եւ չեն դիմում նպաստների համար։ Կառավարությունը նաեւ մտադիր է կարգավիճակ տալ այն դեպքում, երբ դիմորդները գերազանց տիրապետում են անգլերենին եւ ունեն իրենց համայնքներում կամավորական աշխատանքների փորձառություն։ Վիետնամում Բոալոյ թայֆունի հետևանքով 2 մարդ մահացել է, 17-ը անհետ կորած են համարվում։ Փոթորիկի հետևանքով սեպտեմբերի 29-ի առավոտյան 8 մետր բարձրության հասնող ալիքներ են առաջացել։ Կառավարության աղետների կառավարման գործակալության տվյալներով քաղաքացիներից մեկը զոհվել է հեղեղումների պատճառով, իսկ մյուսի վրա ծառ է ընկել։ 17 ձկնորս համարվում են անհետ կորած, կորել է կապը նաև ձկնորսական նավի հետ։ Բոալոյ թայֆունի հետևանքով վնասվել է 245 տուն, հեղեղվել բրինձի եւ այլ մշակաբույսերի շուրջ 1400 հեկտար տարածք։ Թայֆունի պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 28500 մարդու։ Երկրի կենտրոնական շրջանների 4 օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Դպրոցներում բջջայինների օգտագործումը կսահմանափակվի։ Քաղաքապետը հայտարարել է, որ ծնողները մեծամասամբ ընկալունակ են, ավելին խրախուսում են որոշումը։ Առաջարկվում է առաջինից 6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված կբերի հեռախոսը դպրոց, այն դասի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի, հետո արդեն թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չէ, նաև պլանշետների, սմարթ ժամացույցների եւ այլ սարքավորումների։ Խիստ սահմանափակումներ կլինեն բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով ու վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ։ Մենք որոշակի այդ թեմայով քննարկում բացեցինք եւ ակնհայտորեն Երևանում ծնողները մեծամասամբ բացահայտ ընկալունակ էին այդ հնարավոր սահմանափակումներին, ոչ միայն ընկալունակ էին, այլ նաև ավելի աջակցում էին եւ խրախուսում էին, եւ ես պետք է խնդրեմ Տիկին Խաչատրյան առաջարկեք այն լուծումները, որոնք որ կրթության վարչությունը ունի այս պայդրությամբ, որով որ մենք որոշակիորեն կկարողանանք սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դասապրոցեսի ժամանակ եւ շատ կարեւոր է երեխաների ընդհանուր դասապրոցեսից շեղվելու բոլոր բացասական հնարավոր հետևանքները, որ ունի բջջային հեռախոսը դպրոցում, դրանցից խուսափելու համար։ Խնդրեմ Տիկին Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ։
Իսկապես ինչպես նշում եք, արձագանքները դրական էին, զանգեր ենք ստացել, դպրոցներից են եղել արձագանքեր, որ թեև ֆրագմենտալ յուրաքանչյուր դպրոց դասը չխանգարելու համար կամ ուղղակի երեխաների ուշադրությունը կենտրոնացնելու համար հավաքել են հեռախոսները, բայց այս միասնական մոտեցումը շատ համակարգված կլինի եւ շատ ողջունելի է եւ այսպես ինչ ենք առաջարկում այս համատեքստում առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է, խիստ սահմանափակումներ, բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ։ Առաջարկվում է բոլոր դպրոցներում այս սահմանափակումները արդեն իսկ առաջարկել, միևնույն ժամանակ բոլոր իրավական հիմքերը ապավել, մասնավորապես դպրոցի ներքին կարգապահական կանոններում ամրագրել անպայման, իրազեկել սովորողներին, նախապես ծնողներին, բոլոր հետևանքների մասին, այդ պայմանավորվածությունը ձեռք բերել, թե ինչ տեղի կունենա, եթե օրինակ այնուամենայնիվ երեխայի մոտ հայտնաբերվի հեռախոս, եւ նաեւ առաջարկում ենք 15 դպրոցներում, ինչը ընդհանուր դպրոցների 10%-ն է, որոնց բաշխվածությունը կլինի ըստ կրթական աստիճան սովորող թվի աշխարհագրության մոնիտորինգ իրականացնել եւ տարեվերջին իհարկե նախապես գնահատումը ունենալով մինչեւ տոտալ արգելումը եւ ապա տարեվերջին գնահատենք ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական ցուցանիշները, ակտիվությունը եւ իհարկե առաջադիմության որակը։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան, մենք այս քննարկումն արդեն ունեցել ենք տնօրենների հետ, թե նոր պետք է ունենանք։ Տնօրենների հետ քննարկում ունեցել ենք ֆրագմենտալ, պատրաստվում ենք արդեն հստակ ցուցումներով եւ ծրագիրը այսօր վաղը ուղարկել դպրոցներին։ Շատ լավ, ես առաջարկում եմ ամեն դեպքում ուղարկել կարծիքի առաջին հերթին, միակ ստանալ կարծիքները, ամփոփել կարծիքները եւ արդեն վերջնական լուծումները առաջարկել բոլորին։ Ես վստահ եմ, որ իհարկե դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կնդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու։ Եվ եղանակ օդի ջերմաստիճանն այսօրվանից բարձրանում է 2-ից 3 նիշով, իսկ հոկտեմբերի 1-ից 2-ը կնվազի 4-ից 6 նիշ։ Մայրաքաղաքում վաղը երեկոյան հնարավոր է անձրև։ Այսքանը դուք դիտում էիք update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։